Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք առավոտի ջրբաժան հաղորդաշարը, որի ընթացքում մենք խոսում ենք ավանդույթների եւ արդիականության մասին։ Եվ այժմ իմ զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Տաթև Զորյանը։ Շնորհակալություն Տաթև։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Այժմ, այսպես ասենք, նորաձև է երրորդ հանրապետությունը մեր անցած ուղին վարկաբեկել եւ այդ վարկաբեկումը ներկայացնում է որպես արդիականացում։ Ինչ որ եղել է 88 թվականից սկսած սխալ էր եւ ժամանակն է այդ ամենը վերանայել։ Ինչպես եք դուք դրան նայում։ Վարկաբեկումը երրորդ հանրապետության ունի շատ պարզ հիմնավորում։ Դա արվում է բացառապես իշխող վարչախմբի կողմից սեփական ձախողումները, պատմաքաղաքական մասշտաբի ձախողումները կոծկելու եւ հասարակության աչքերին թոս փչելու համար։ Իրականում երրորդ հանրապետության ստեղծման ակունքներում դրված գաղափարախոսությունը եւ քաղաքական միտքը, նաեւ այն քաղաքական ուղին, որը որդեգրեցին երրորդ հանրապետության հիմնադիրները, արժանի էր ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվելու եւ շարունակական լինելու, բայց այդ տասնամյակը 1988-ից 1998 թվականի տասնամյակը, որը ստեղծեց պետություն, ստեղծեց լուրջ ինստիտուտներ, սահմանադրություն, կանոնավոր բանակ, հաղթանակների կերտման սկիզբ դարձավ, ուրացվեց հետագա տասնամյակների ընթացքում եւ այդ ուրացումը հանգեցրեց աղետալի հետևանքներով պատերազմի, Հայաստանի ինքնիշխանության կորստի, սուբյեկտայնության կորստի, որի ջատագովը եղավ իշխող խմբակը եւ հետեւաբար այս վարկաբեկումը նպատակ ունի երրորդ հանրապետության ակունքներում գտնվող այդ կարևոր արժեքները հասարակության աչքին դարձնել առ-ոչինչ, որպեսզի դրա շողքի տակ նաև իր ձախողումները պակաս սարսափելի եւ պակաս այսպես դաժան չերևան։ Խաղաղությունը, ինչպես որ ես եմ պատկերացնում, ենթադրում է ընդհանուր նարատիվ հակառակ կողմի հետ եւ այժմ ընտրվում է հենց հակառակ կողմի նարատիվը, այսինքն ամեն ինչ լավ էր, բայց 88 թվականին հայերը կամ հիմար լինելով, կամ ռսաստրուկ լինելով, կամ ավանտյուրիստ լինելով, արկածախնդիր լինելով, որոշել են զավթել ուրիշի հողը եւ այդ ամենին պետք է վերջ տալ, որպեսզի մենք ունենանք խաղաղություն։ Խնդրում եմ դա մեկնաբանեք։ Զավթել ուրիշի հող, հայերը ավանտյուրիստ էին, հայերը դրդեցին պատերազմի, այս ամեն ինչը իրականում թուրք-ադրբեջանական քարոզչության հիմնական մեխերն են։ Բայց մենք մեր մասին ենք հիմա Բայց մենք խոսում ենք մեր մասին ու ամենասարսափելի երազում անգամ չենք կարող պատկերացնել, որ մեր ազգի ներկայացուցիչները, ել չեմ խոսում մեր ազգի, մեր պետության ղեկավարները կարող են ինչ-որ մի ժամանակահատվածում այդպիսի նարատիվներ տարածել եւ սպասարկել այդպիսի օտարածին կամ թշնամածին օրակարգեր։ Բոլորի համար էլ պարզ է, գաղտնիք չէ, որ Արցախյան ազատամարտը եւ Արցախյան պատերազմը ոչ թե տարածք զավթելու նպատակ էր հետապնդում, այլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում մեծամասնություն կազմող հայ բնակչության ապրելու իրավունքը վաստակելու նպատակ էր հետապնդում, որովհետև այնտեղ գտնվող բնակչության գլխին մշտապես կախված էր ցեղասպանվելու վտանգ։ Եվ դա պատերազմ էր սեփական ապրելու իրավունքը վաստակելու եւ այս երկրագնդի վրա կամ այս արևի ներքո սեփական ապրելու իրավունքը ձեռք բերելու համար։ Պարտադրված պատերազմ էր միանշանակ եւ այդ պարտադրված պատերազմում ճակատագրի կամոք թե Աստծո նախախնամությամբ մենք ունեցանք այնպիսի առաջնորդներ, որոնք կարողացան առաջնորդել այդ պատերազմը, ճիշտ ղեկավարել այդ պատերազմը եւ հասցնել ցանկալի ավարտի, այնպիսի ավարտի, որը մեր պատմության վերջին 100-ամյակներում ուղղակի չտեսնված արդյունք էր։ Եվ այդ ամեն ինչը պետք էր ուղղակի փայփայել, գնահատել, չմիֆականացնել, չկտրվել իրականությունից, չընկնել ավանտյուրայի գիրկը եւ ունենալ կայուն ռելսերի վրա դրված զարգացող մրցունակ տարածաշրջանում դերակատարում ունեցող կամ գործոն հանդիսացող պետություն, որը մենք չկարողացանք եւ հիմա այդ նարատիվները, որ այս իշխանության խավորությամբ, այսպես ասած, շրջանառվում են, դարձյալ նպատակ են հետապնդում այս վարչախմբի, այս խմբակի աղետալի ձախողումները եւ կորուստները արդարացնելու։ Ես նկատեցի իշխանության քարոզչության որոշակի փոփոխություն։ Ասենք մի 3-4 տարի առաջ հիմնական մեխը թալանն էր, որ երկրորդ եւ երրորդ նախագահները թալանել են։ Հիմա հիմնական մեխը 88 թվականի սխալն էր, 91 թվականի սխալն էր եւ այդ դեպքում գլխավոր մեղավորը դառնում է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Դա էլ ունի իր պարզ բացատրությունը։ Ինչու մի քանի տարի առաջ թիրախում գտնվում էին նախկիններ կոչվածը, որովհետև այս իշխանության վերարտադրության սխեման նախկիններ ներկաներ այդ քաղաքական տեխնոլոգիաներ եւ գաղտնիք չէ, որ 21 թվականին պատերազմում ջախջախիչ պարտություն կրած ղեկավարի վերարտադրությունը հենց այդ նախկինների նարատիվով տեղի ունեցավ։ Ռոբերտ Քոչարյանի ահից դրդված ուղղակի այս ազգաբնակչությունը եւ բացի շոկահարված 44-օրյա աղետալի պատերազմից եւ վերջինիս հետևանքներից նորից տվեց Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու հնարավորություն։ Իսկ հիմա, քանի որ վերարտադրությունը Նիկոլի համար դարձել է առավել բարդ, առավել դժվար հաղթահարելի խնդիր, եւ բացի այդ նա այս 5 տարիների ընթացքում բացառապես եղել է մանկլավիկ Ադրբեջանի, այսպես ասած, լաքեյը Ադրբեջանի, հետեւաբար նա անում է այն ամենը, ինչ իրեն պարտադրվում է Ադրբեջանի կողմից։ Իսկ Ադրբեջանին պետք են ավելի ինստիտուցիոնալ բնույթի ուրացումներ։ Ադրբեջանին չի հետաքրքրում Թալանը, ներքաղաքական, այո, իհարկե դա իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, դա բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է, Ադրբեջանին հետաքրքրում է պատմական-քաղաքական իրականության խեղաթյուրումը եւ վերախմբագրումը, սրբագրումը բացառապես իր շահերից բխեցվող, հետեւաբար Նիկոլի քարոզչության փոփոխությունը պայմանավորված է Ադրբեջանի ախորժակի բարձրացմամբ։ Ավելին է պահանջելու Նիկոլից եւ ավելին էլ անելու են։ Ինչու այն ամենև 28 տարի առաջ հրաժարական տված առաջին նախագահը հանկարծ հայտնվեց ԿՊԱ-ականների ուշադրության կենտրոնում։ Իրականում 28 տարի առաջ հրաժարական տված առաջին նախագահը միշտ է գտնվել ԿՊԱ-ականների ու ոչ միայն ԿՊԱ-ականների ուշադրության կենտրոնում։ Դա էլ ունի իր պարզ բացատրությունը, որովհետև ջրբաժան կա, շատ հետաքրքիր վերնագիր է կընտրել, խորագիր է կընտրել ձեր հաղորդման համար, ջրբաժան կա։ Հիմա ասեմ ինչի մեջ կա ջրբաժան։ Տեր-Պետրոսյանը ռացիոնալ, բանական, խելամիտ պետականակենտրոն, հայակենտրոն քաղաքական գծի հիմնադիրներ Հայաստանի Հանրապետությունում ու տեսանք, որ այդ գիծը իսկապես տվեց շոշափելի արդյունքներ։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով սկիզբ դրվեց պատերազմի դարաշրջանին, ավանտյուրիզմի դարաշրջանին, ոչ խելամիտ կառավարման դարաշրջանին ու այդ երկու մոտեցումների միջև ավանտյուրիզմի եւ պետականակենտրոնության միջև հսկայական ջրբաժան կար։ Հետևաբար Տեր-Պետրոսյանի գաղափարները, Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը եւ Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգությունը միշտ գտնվելու են այն բոլոր էլիտաների թիրախում, որոնք որ ուղղակի տարբերվում էին նրա ընտրած քաղաքական գծից եւ այլ արդյունքներ դրսեւորեցին քաղաքական գործունեության ընթացքում։ Նաև հարցակման թիրախում է անկախության հռչակագիրը եւ միթե դա միայն Ադրբեջանի պահանջն է, որովհետեւ ես չեմ կարծում, որ Ալիևը ամեն առավոտ արթնանում է ասում է, ախ, ինչու է Հայաստանի սահմանադրության մեջ այդ անկախության հռչակագիրը, գուցե կան նաև այլ պատճառներ, թե ինչու է այդ հռչակագիրը հիմա թիրախավորվում։ Իրականում քիչ թե շատ ծանոթ լինելով վերլուծելով Նիկոլ Փաշինյանի բարոյահոգեբանական նկարագիրը եւ հոգեբանական հոգեկերտվածքը, ես կարող եմ դրան ավելացնել նաև հետեւյալ պատճառ, այսինքն Ադրբեջանի կողմից եկած այդ պահանջին գումարվում է նաև Նիկոլի փառասիրությունը, փառամոլությունը, նա միշտ տառապում էր առաջինը լինելու, ինչ որ մի բան առաջինը արած լինելու սինդրոմով, հիմնադրելու սինդրոմով, այո, ինձ թվում է նաև դա է պատճառը, խորքային հոգեբանական, ավելի շատ հոգեանալիտիկների ուշադրության կենտրոնում գտնվող հարց է, բայց ինչքանով որ հասկանում եմ, նաև դա կարող է գործոն հանդիսանալ։ Համաձայնեք ընդհանրապես, որ շատ քաղաքացիների ուղեղը լվացած է։ Ես բերեմ երկու օրինակ։ Վերջերս իմ ուսանողներից մեկը ինձ ասում է 23 տարեկան, ասում է, քանի որ դուք ժամանակին եղել եք Տեր-Պետրոսյանի, ուրեմն համոլի քարտուղարը, եւ քանի որ Փաշինյանն անում է մոտավորապես այն, ինչ անում է Տեր-Պետրոսյանը, ինչ ուզում էր անել Տեր-Պետրոսյանը, հետեւաբար դուք, այսինքն ես նիկոլական եք։ Համաձայն եմ այդ բնորոշման մեջ ուղեղ լվանալու, բայց դրանում ես չեմ մեղադրում հասարակությանը, այլ բացառապես այն էլիտաներին, Տեր-Պետրոսյանին հաջորդած, որոնք ամեն կերպ խեղաթյուրեցին եւ նսեմացրեցին մեր հաղթանակները, մեր պետականաստեղծման process-ը եւ այն բոլոր արժեքները, որոնք դրված են այդ տարիների հիմքում։ Իրականում Տեր-Պետրոսյանի առաջարկած խաղաղության պլանը փողզիջումային կոնսենսուսի վրա հիմնված ուժերի դիրքում գտնվող Հայաստանի խաղաղության պլանն էր, փողզիջումը դա նորմալ պրակտիկա է միջազգային հարաբերություններում, որևէ թե տարածքային, թե ազգերի ինքնորոշման էություն կրող կոնֆլիկտ չի կարող լուծվել առանց փողզիջման, ուղղակի պատմության մեջ
քաղաքականության մեջ այդպիսի դեպքեր չկան ու չեն էլ կարող լինել։ Իսկ Նիկոլի ասած խաղաղությունը դա իրականում խաղաղություն չի, դա պացիֆիզմ էլ չի նույնիսկ, դա դեֆենտիզմ է, պարտվողականություն է, այսինքն ինձ մի ծեծեք, ես խելոք կպահեմ ինձ, այդ մոտեցումն է, դեֆենտիզմ է, եւ նա այսպես անշեղորեն իրականացնում է իրեն ծեծողի քայլերը, պահանջները ու դա ծախում է հայ ժողովրդի վրա որպես խաղաղություն, բայց դա իրականում խաղաղություն չի, դա շարունակական կապիտուլյացիայի գործընթաց է։ Ես որպես քաղաքագետ կարող եմ ասել, որ կապիտուլյացիան Հայաստանի Հանրապետությունում 20 թվականից հետո դրվել է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, նույնիսկ կապիտուլյացիան, ինստիտուցիոնալ պետականաքանդում, ինստիտուցիոնալ կապիտուլյացիա, ամեն ինչ Նիկոլի օրոք դարձել է ինստիտուցիոնալ, համակարգային բնույթ կրող, այդ թվում նաև կապիտուլյացիան, խորցավով եմ ասում, բայց դա այդպես է։ Երկրորդ դեպքը, ինձ մոտենում է 50 տարեկան մարդ եւ ասում է 30 տարի այդ խեղճ մարդկանց նկատի ունի ադրբեջանցիներին։ Մենք հողը զավթել ենք, պահում ենք, ասում ենք մերն է։ Դրա համար անընդհատ կոնֆլիկտ է լինում։ Հիմա մենք չենք ասում, որ մերն է, ասում ենք ձերն է, տվեցինք այդ հողը եւ դրա համար կլինի խաղաղություն։ Ինչպես կպատասխանեիք այդ մարդուն։ Այդ դեպքում Տեր-Պետրոսյանը երբ ասում էր պետք է տարածքների վերադարձ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության խաղաղ եւ երաշխավորված ապագայի դիմաց, ինչու են Լևոն Տեր-Պետրոսյանին ասում քիրվա, դավաճան, հող ծախող, չէ՞ որ Լևոնը հող չէր ծախում, Լևոնը ընդհանրապես կոնսենսուսի տարբերակով, ընդ որում դա ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած ֆորմատն էր, եթե միջազգային կոնֆլիկտ է, միջազգային կոնֆլիկտի լուծման ատյանն էլ բարձր ինչ-որ ատյան պիտի լիներ, որ այս պարագայում ԵԱՀԿ Մինսկի խումբն էր, հետեւաբար այդ ֆորմատից դուրս որևէ լուծում չէր կարող առաջարկվել կոնֆլիկտող կողմերին։ Այդ դեպքում ինչու էին Լևոն Տեր-Պետրոսյանին հող ծախող անվանում, եթե Լևոնը ասում էր ինչ որ մի բան զիջելու դիմաց շատ ավելի կարևոր բան ես դու ձեռք բերում։ Ժողովրդի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ եւ խաղաղ ապրելու իրավունքն ես ձեռք բերում, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակն ես ձեռք բերում, Լաչինի միջանցքն ես ձեռք բերում, Հայաստանը Արցախին կապող այդ հանգույցն ես ձեռք բերում։ Ի վերջո 3000-ամյա հայկական հողը շարունակում է մնալ հայկական։ Տեր-Պետրոսյանն ասում էր, որ հաղթանակի արդյունքում իրենք ապահովեցին, որ 3000-ամյա հայկական հողը շարունակի մնալ հայկական, բայց 2023 թվականի սեպտեմբերին 3000-ամյա հայկական հողը պատմության մեջ առաջին անգամ դադարեց լինել հայկական, ու ես կարծում եմ, որ երբեք այլևս չի լինելու հայկական, ինչքան որ պեսիմիստական մտքեր եմ արտահայտում, բայց ես ռեալիստ եմ, իմ քաղաքական դպրոցը ռեալիզմի դպրոցն է, հետեւաբար ես կարծում եմ, որ երբեք չի լինելու հայկական։ Մենք կորցրինք այդ պատմական շանսը։ Բայց գիտեք ինչ է ասում։ Սա քարոզչության անընդհատ ժողովրդի ուղեղը լվանալու հետևանք է, բայց ես էլի եմ ասում, չեմ մեղադրում ժողովրդին, մեղադրում եմ բացառապես էլիտաներին, խմբակներին, խմբակ կոչվածներին, որոնք իրենց գրպանները լցնելու, իրենց ապահով կյանքը կայուն ապահելու համար մի ամբողջ ժողովրդի տարան ցեղասպանության ուղիով։ Գիտեք ինչ է ասում։ Ասվում է, որ հենց շատ լավ է, որ հիմա ոչ մի հայ չի ապրում Արցախում, որովհետև դրա շնորհիվ մենք ձեռք բերեցինք անկախություն եւ ինքնիշխանություն։ Ես այս երևույթին կտամ մի բնորոշում՝ քաղաքակրթական ճգնաժամ։ Այլ տերմիններ ավելի կոպիտ չեմ ուզում արտահայտել, քաղաքակրթական ճգնաժամ է սա, երբ դու չես կարողանում գնահատել քո ունեցածը, քո արժեքները, քո ինքնությունը, խզում կա, ջրբաժան կա քո ինքնության, քո պատմական անցյալի, քո ներկայի ու նաև ապագայի միջև։ Սա քաղաքակրթական ճգնաժամ է, այս քաղաքակրթական ճգնաժամում գտնվող հանրույթները ազգ կոչվելու իրավունք դեռևս չունեն։ Պետությունը կազմակերպված ինչ-որ համակարգ է, բայց պետության հասնում են այն հասարակությունները, որոնք քաղաքակրթական բարձունքի վրա են գտնվում։ Ի վերջո մարդկության պատմությունը ցույց է տվել, որ ցանկացած երկընտրանքի դեպքում ազգերը միշտ ընտրել են պետությունը։ Իսկ մենք չենք ընտրում պետությունը։ Մենք ընտրում ենք պետության կազմաքանդումը, կազմալուծումը, ու դա մենք համարում ենք խաղաղություն։ Ինչու, որովհետև Նիկոլն այդպես հրամցնում ես։ Սա խաղաղություն չի, սա շարունակական կապիտուլյացիա է, սա դեֆենտիզմ է, ծեծում են, ասում են լավ, արի մի հատ էլ գլխիս խփի, լավ, արի մի հատ էլ ձեռքիս խփի, մի հատ էլ ոտքիս խփի, լավ, ինչ ա պետք, կոշիկը ստամ, հագուստը ստամ, ինչը ստամ, ինչ ունեմ կտամ, բայց ինձ մի խփի։ Միայն ասա խաղաղություն է, միայն մի կրակի, բայց ինչ ուզես կտամ քեզ։ Բաքում այդպիսի տղաներ կան, որոնք ռիսկել չեն անում բակ դուրս գալու, որտեղ իրենց արդեն մի անգամ ծեծել են։ Այո, ծեծվածի հոգեբանությունն է դա։ Վերջերս ես կարդացի, որ ահա տեսեք Ֆինլանդիան ժամանակին Խորհրդային Միության ինչ որ տարածքներ զիջեց, բայց հետո տասնամյակների ընթացքում դարձավ ազատ անկախ պետություն։ Բայց մոռանում են, որ Ֆինլանդիան այնուամենայնիվ դիմադրել է
Ստալինյան խորհրդային միությանը Մաններհեյմից կար, այսինքն դու ինչ որ բան պահել ես եւ հետո ես զիջել։ Իհարկե։ Եվ նույնիսկ Ստալինը որոշեց այլևս առաջ չգնալ, բայց դու Իհարկե։ պետք է դիմադրես։ Համաձայն եք թե՞ չէ։ Իհարկե համաձայն եմ։ Դիմադրելը նույնիսկ դիվանագիտական ճակատում է հնարավոր դիմադրել։ Ու Տեր-Պետրոսյանի առաջարկած գիծը հենց դիմադրություն էր նշանակում։ Դա չէր նշանակում չդիմադրել, դա չէր նշանակում հողեր հանձնել, դա նշանակում էր դիվանագիտական ճակատում ուժեղի, հաղթածի, ճակատամարտը շահացի իրավունքով դիմադրել ու ստանալ ուզածը։ Հետագայում հնարավոր է, եթե այդ տարբերակով գնայինք 97 թվականի դեկտեմբերի 2-ի փուլային տարբերակով մենք գնայինք, հնարավոր է Կոսովոյի նման ինչ-որ կարգավորում ունենար Լեռնային Ղարաբաղը, եւ դա շատ հրաշալի տարբերակ կլներ եւ բացի այդ հաշվի առնելով, որ աշխարհը գլոբալիզացիայի ճանապարհով է գնում, ինչ-որ մի ժամանակ գուցե այնքան շատանար Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության տեսակարար կշիռը, որ ինքստինքյան ուղղակի էլ խնդիր չլիներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս համարվելու կամ լինելու։ 19 թվականին լույս է տեսել գիտեք իհարկե Ջարեդ Դայմոնդի գիրքը, որ կոչվում է Upheaval, անհաջող ձևով թարգմանվել որպես գրից, ավելի շուտ վերապրում, հա, եւ շրջադարձ։ Եվ այստեղ բերվում է եւ Ֆինլանդիայի օրինակ եւ մի քանի այլ օրինակ, որպես ճգնաժամից դուրս գալու ճանապարհ եւ ճանապարհներից մեկը, քայլերից մեկը ցանկապատ կառուցելն է։ Այսինքն մենք հիմա ասում ենք կարմիր գծեր, որը պետք է լինի հիմա, ոչ թե այն ժամանակ պարզը, հիմա որը պետք է լինի մեր ցանկապատը։ Մեր ցանկապատը պետք է լինի թույլ չտալ որևէ մեկին, առաջին հերթին Ադրբեջանին խառնվել մեր ներքին կյանքին, մեր ներքին գործերին, մեր ինքնությունը պիտի լինի մեր կարմիր գիծը, մեր ինքնությունը պահելը, դա նշանակում է մշակութային արժեքներ, եկեղեցի, ի վերջո եկեղեցու հանդեպ սկսված այս ասպատակությունն էլ ես համարում եմ մոտարածին թշնամածին օրակարգի սպասարկում, սուբյեկտայնության նկատմամբ որևէ ոտնձգությունն է պետք համարել կարմիր գիծ, անվտանգության զոնայի կամ այդ կոմֆորտ զոնայի նկատմամբ ասպատակությունը պետք է համարել կարմիր գիծ, այսինքն մենք պետք է մեր ուժերով կարողանանք վերադարձ կատարել դեպի բանականություն, որտեղ մենք բանականության մոդի մեջ չենք, բանականության այդ վիճակի մեջ չենք։ Մենք հիմա ազատ անկման վիճակի մեջ ենք։ Մենք չենք հասկանում մեր շուրջը ինչ է կատարվում, մենք ուղղակի ուզում ենք, որ մեզ այլևս չծեծեն։ Բայց այդպես դու պետություն չես դառնում։ Ի վերջո պետությունը համակարգ է, մեխանիզմ է, որը կոչված է ապահովել այնտեղ ապրող ժողովրդի բարեկեցությունը եւ երաշխավորել նրա կայուն ապագան։ Բայց այսպես մենք որևէ ապագայի մասին չենք կարող խոսել։ Ու նույնիսկ ներկայի, որովհետև մեզանից խլվել է ներկայով ապրելու իրավունքը։ Մենք նույնիսկ ներկայով չենք ապրում։ Սա ապրել չի։ Փաշինյանը ակնհայտորեն ոչ մի ցանկապատ, ոչ մի կարմիր գիծ չունի, որովհետև պարբերաբար զիջում է, հա, այդ կարմիր գծերը։ Այսինքն, եթե մենք համեմատենք 23-26 թվականների նրա ասացները Արցախի վերաբերյալ, որ սկզբում ասում էր արմատական տարբեր։ Այո, ինչ որ իրավունքներ, եկեք նշաձողը եւ այլն, հա, չեմ ուզում կրկնեմ։ Դա ինձ թույլ է տալիս ենթադրելու, որ հետագայում նույնպես հիմա նա ասում է Ալիևի պահանջները 300,000 ադրբեջանցիների վերաբերյալ եւ անկլավների վերաբերյալ մենք մերժում ենք, բայց առաջ նա մերժում էր ինչ-որ բան, հետո համաձայնում էր։ Այսինքն ես չեմ պատկերացնում, որ ինչ որտեղ այս իշխանությունը կարող է կանգնել։ Դուք ճիշտ էլ պատկերացնում եք, չի կարող կանգնել ու գիտեք ինչի չի կարող կանգնել, որտեղ ուղղակի չի ուզում կորցնել իշխանությունը։ Ընդհանրեն իշխանատենչության նկարտումներից ելնելով Նիկոլ Փաշինյանը վերացրել է իր համար բոլոր կարմիր գծերը, ոչ թե իր համար ցավոք սրտի, եթե միայն իր համար լիներ, իր անձի համար լիներ, դա իր իրավունքն է, խնդրեմ, համեցեք, բայց նա դա անում է մի ամբողջ պետության ու պետականության հաշվին։ Կարմիր գծեր իսկապես նա չունի, նա նույնիսկ պատրաստ է օրը ցերեկով հրապարակում, երկրորդ մարտի 1 կազմակերպել, շատ ավելի ահռելի ու ավելի արյունարբու այսպես իրադարձություններ կազմակերպել սեփական աթոռը պահելու համար։ Ես դրանում վստահ եմ։ Ու եթե մի մարդ, եթե մի ղեկավար, որը կոչված է լինել սահմանադրության երաշխավոր, կոչված է լինել գերագույն հրամանատար, պատրաստ է զիջել սեփական երկրի սուբյեկտայնությունը, սահմանները, սահմանադրությունը փոխել, հրաժարվել երկրի պետականության ծննդականից, անկախության հռչակագրից, ասպատակություն իրականացնել հազարամյա հայոց եկեղեցու դեմ։ Եթե այդ ամեն ինչին մարդը պատրաստ է, ուրեմն ամեն ինչի պատրաստ է, ես դրանում ուղղակի վստահ եմ։ Հիմա դուք մասնակցում եք ընտրություններին, ինչ ծրագրով մոտավորապես, այսինքն ինչ որ բաներ անդառնալի են։ Դուք ասացիք օրինակ, որ դժվար պատկերացնել, որ Արցախում հայեր ապրեն։ Ինչ որ բաներ փոխել հնարավոր չէ։ Այո, անշրջելի են։ Ինչ
ինչը հնարավոր փոխել, հրաժարվել նաև Հայաստանի ընդունած պարտավորություններից, եթե նույնիսկ դրանք սխալ են, նույնպես հնարավոր չէ։ Այո։ Ինչը հնարավոր փոխել։ Պրահայից հնարավոր չի հրաժարվել ու շատ այլ բաներից հնարավոր չի հրաժարվել, բայց հնարավոր է ունեցածը պահել։ Ունեցածը պահել խելամիտ կերպով, ճիշտ ձևով եւ իսկապես կառուցել, իսկապես իրական խաղաղություն ձեռք բերել, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված, երաշխավորված խաղաղություն ձեռք բերել, դառնալ ոչ թե օբյեկտ, որի տարածքի վրա կռվախնձորի նման կռվում են տարածաշրջանային ակտորները, խաղացողները, այլ դառնալ գործոն ի վերջո։ Իսկ գործոն հնարավոր է դառնալ ոչ թե թրիփի այդ կործանարար ծրագրի մասը դառնալով, որը իրականում մեզ ակցիանի մեջ է դնելու, թե քաղաքական առումով, թե տնտեսական առումով, քաղաքական բոլոր լծակները մեր վրա են ուղղվելու Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Հնարավոր է դա կոմպենսացնել հյուսիս-հարավ երկաթուղու կառուցմամբ, որը որ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական ծրագրի հիմնական մեխն է։ Մենք խելամիտ ուղին ենք առաջարկում այս ազգին, այս հասարակությանը, խելամիտ ուղի բոլոր ոլորտներում, թե հանրային, թե սոցիալական, թե քաղաքական, թե մենեջմենթի բոլոր ասպեկտներում մենք խելամիտ ուղի ենք առաջարկում, այսինքն բանականությամբ, խելամտությամբ, հաշվարկով, սառը հաշվարկով, սեփական ուժերն ու ռեսուրսները հաշվի առնելով, սեփական հնարավորությունները հաշվի առնելով, ոտքերը սեփական վերմակի չափ մեկնելով, հնարավորինի այդ պահին եղած ռեսուրսների մեջ մանևրելով, հնարավորի արվեստին տիրապետելով հասնել գոնե նրան, որ պահպանենք ունեցածը, որովհետև այս տեմպերով ինչ որ մի պահից մենք հասկանալու ենք, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության սահմաններն ենք արդեն քիչ-քիչ զիջում, չնայած տեսնում ենք, որ հենց այդպես է լինում է, վտանգի տակ է դրվելու Սյունիքը, որտեղ Սյունիքը աշխարհաքաղաքական գործոն է իրականում, ամենայն դեպս տարածաշրջանային նշանակություն ունի լուրջ, կոնգրեսը խելամիտ ուղի առաջարկում այս հասարակությանը։ Դուք ասում եք երաշխավոր, այստեղ էլ կան իշխանության տեսակետներ։ Սկզբից Փաշինյանն ասում էր, ահա Թրամփը երաշխավոր է, մենք նրան WhatsApp-ով կզանգենք, եթե մի բան լինի, ինքը ամեն ինչ կկարգավորի։ Հետո ասաց, չէ, երևի Թրամփը երաշխավոր, ընդհանրապես երաշխավորներ պետք չեն։ Հիմա ասում է, չէ, երաշխավորներ կան, այդ երաշխավորը Ադրբեջանն է։ Ես խնդրում եմ մի հատ երաշխավորների խնդիրը բացահայտեք։ Տեսեք, դա քարոզչություն է, Ալեն Սիմոնյանն էլ իր բերանով ասաց, որ երաշխավորը Ադրբեջանն է, դա իրականում քարոզչություն է, լուրջ քարոզչություն է։ Սա տանում է հասարակությանը նախապատրաստելու հետագա անխուսափելի զիջումներից։ Իրենք էլ են հասկանում, որ զիջումները անխուսափելի են։ Ես իմ նախորդ հարցազրույցների ժամանակ էլ ասել էի, որ մինչև ընտրություններ որևէ կրակոց Ալիևի կողմից չի հնչելու Հայաստանի որևէ սահմանում։ Չի հնչելու։ Նա ուղղակի սփորտ աջակցելու է իր դաշնակցին, ճակերտավոր կամ իր լաքեին, տեղական լաքեին մինչև ընտրությունների ավարտ։ Դրանից հետո, եթե Նիկոլը հանկարծ հրաժարվի Ադրբեջանի ինչ պահանջներ իրականացնել, մենք տեսնելու ենք ցավոք սրտի թե կրակոցներ, թե էսկալացիայի փորձեր։ Ու սա է երաշխավորը։ Երաշխավոր չի կարող լինել ինչ-որ անհատ, երաշխավոր չի կարող լինել ինչ-որ պետություն, երաշխավոր լինելը երաշխիքը միայն իրավաքաղաքական մեխանիզմներով ամրապնդված խաղաղության համաձայնագիրն է։ Այդպիսի համաձայնագիր կնքելու իրավունք եւ հնարավորություն մենք ունենք իդեմս 97-ի դեկտեմբերի 2-ի ինչու այդքան հետ գնամ մենք ունենք նաեւ 2019 թվականի հունիսին այդ իրավաքաղաքական մեխանիզմներով ամրապնդված պայմանագիրը կնքելու Լավրովյան պլանը ու Նիկոլ Փաշինյանն էր սեփական բերանով ասել, որ եթե այդ պայմանագիրը կնքվի, մենք շրջանները տալիս ենք, Արցախը մեզ է մնում, զոհեր չենք ունենում։ Ինչ երաշխավոր, երաշխիքը միայն իրավաքաղաքական մեխանիզմներով ամրապնդված համաձայնագիրն է երկուստեք ստորագրություններով, միջնորդական կողմերի ստորագրություններով։ Եթե չկա այդ ամենը երաշխիքի մասին կամ երաշխավորի մասին խոսելն ապարդյուն է։ Ինչի մասին է խոսքը, Թրամփը նույնիսկ Հայաստանի անունը ճիշտ չէր հիշում։ Ինչի մասին է խոսքը։ Թրամփը իր հարցերը չի կարողանում լուծել։ Ինչ երաշխավոր։ Վերջին հարցը մի քիչ թեմայից շեղվելով, հա, այն ինչ որ դուք շարադրեցիք, դուք ունեք ընդդիմադիր դաշտում համախոհներ եւ ինչպես են դասավորվում հարաբերությունները ընդդիմադիր դաշտում, ինչու ավելի մեծ միավորումների մեջ չմտակ եւ այլն։ Հայ ազգային կոնգրեսը հավատարիմ մնալով իր պետականա-կենտրոն մոտեցմանը, էությանը, ես ավելի շուտ կասեի էությանը, ինչպես 21 թվականին հանդես եկավ ընդդիմադիր ճակատի կոնսոլիդացիայի կոչերով, այնպես էլ 2026 թվականին հանդես եկան կոնսոլիդացիայի կոչերով ընդդիմադիր ճակատի, որը իսկապես կայանալու դեպքում երաշխավորելու էր Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը, իսկապես երաշխավորելու էր։ Սակայն ինչպես տեսանք, քաղաքականության մեջ կան միայն անվերջանալի շահեր եւ սեփական ամբիցիաներ, եւ ինչպես տեսանք, պետության շահով, պետության ապագայով ցավոք սրտի դեռևս մտահոգ միակ քաղաքական ուժը մենք ենք։ Հետևաբար մենք որոշեցինք
միայնակ, նույնիսկ եթե չեղավ այդ կոնսոլիդացիան, միայնակ մասնակցել ընտրություններին, դարձյալ մեր բանականության ձայնը այս ժողովրդին, այս հասարակությանը հասցնելու, մեր պարտքը այս պետության, մեր իսկ կողմից ստեղծված պետականության առաջ մինչև վերջ կատարելու համար։ Քան լրջանալու պահը կարգախոսը շարունակում է արդյական մնալ։ Կարծեմ առաջին նախագահն էր ասաց, որ եթե չլրջանան, գալու է հազարապատիկ լրջանալու պահը, այդ պահն էլ անցել։ Ոչ թե չգիտեմ արդիականա թե անցել են այդ բոլոր պահերը անցել են։ Հիմա շատ ավելի սարսափելի իրավիճակ է։ Գուցե ես շատ պեսիմիստական եմ խոսում, բայց ես կարծում եմ, որ իմ մտքերը, իմ պատկերացումները շատ ռեալիստական են։ Ես կուզեի այսպես չարտահայտվեի, բայց ես տեսնում եմ այն, ինչ որ տեսնում եմ։ Հիմա ոչ թե լրջանալու, այլ հիմա ամեն կերպ, նույնիսկ հրդեհ մարելու ժամանակներ չի, հիմա ամեն կերպ ունեցածը պահելու ժամանակն է, որովհետև ազատ անկման ռեժիմում ենք գտնվում, չգիտենք վաղը կարթնանանք, այլևս ինչ չենք ունենա։ Ունենալ նման վարչախումբ, որպես քո երկրի ղեկավարություն, դա նշանակում է քայլել գամերով, սուր գամերով պատված ինչ-որ ճանապարհի վրայով, անընդհատ, ամեն օր չընդհատվող ռեժիմով։ Շնորհակալություն հետաքրքրության համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում եի Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Տաթև Զորյանի հետ։